85-ամյա արցախցին Նիկոլ Փաշինյանի աշխատավայրի պատի տակ նստած հույս ունի, որ ժամանակին քաղաքացիների առջև խոնարհվելու մասին հայտարարած վարչապետը ուշադրություն կդարձնի իր խնդիրներին։ Խնդրանքս նա է, որ ես իմ դամավոյ կերես որ տունուս ունեմ։ Ինձ կառավարությունը ժամանակ ասա վերցրու ու կմեք Երևան։ Դե կտաս իրենց, իրանք քեզ կամ փողը կտան, կամ էլ տուն կտան։ Ստեփանակերտից բռնի տեղահանված Ռաֆիկ Ավետիսյանը Երևանում փնտրում է մի կառույց, որը կփոխհատուցի իր կորցրած տունը։ Իմի տարուկեսից ավել է, ոչ մի բան չկա։ Իմի ասում են դամավոյ կիրը, ես ում պիտի հաց տամ, ցույց տամ։ Վեր 144 քառակուսի մետրանոց տունը, իմ տունս է։ Բայց ես 150,000 ապրում։ Թոշակառուն վստահեցնում է 150 քառակուսի մետր մակերեսով տնից ոչ մի բան չի կարողացել վերցնել հետը, միայն պաշտպանվելու համար հացի մի դանակ։ Ռաֆիկ Ավետիսյանի նման տան խնդիր ունեցող մի քանի տասնյակ բռնի տեղահանված արցախցիներ էին այսօր հավաքվել կառավարության շենքի դիմաց։ Ասում են կանգնած են փողոցում հայտնվելու խնդրի առջև, քանի որ կառավարությունը կրճատել է տրվող աջակցության չափը։ 100,000 տան վարձնա կոմբինատ ծախսերն մի 30,000 կյամա։ Անջախ կոմբինատ ծախսն ենք փակում։ Այդ աջակցությունը որ ստանում ենք գազա, ջուրը, լույսն ենք փակում։ Ես ուտում չէ։ Տան վարձը չենք կարողանա տալ։ Կմնանք դրսում։ Այ այդքան բան։ Կմնանք դրսում։ Բայց որտեղ դրսում։ Ինչպես կարելի է ապրել դրսում։ Կառավարության որոշմամբ բռնի տեղահանումից 2 տարի անց սահմանափակ թվով արցախցիներ կարող են օգտվել աջակցության ծրագրից, այն էլ նվազեցված գումարով։ Աջակցությունից կարող են օգտվել միայն անչափահասները կամ 18 տարեկանը լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63-ից բարձր տարիքի անձին, կերակրողին կորցրածները, առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները։ Նելլա Հովսեփյանը բնակվում է դստեր հետ, աղջիկը տանի միակ աշխատողն է ցածր աշխատավարձով, ասում է զրկվում են դստերը տրվող աջակցությունից, իրենն էլ նվազում է։ Կարծում է, որ այս որոշմամբ կառավարությունը արցախցիներին ստիպում է արտագաղթել։ 30 տարեկանից բարձր մարդկանց աշխատանք չեն տալիս։ Դուք տեսնում եք, չէ, ինչպես են գրում, մինչև 25 տարեկան երիտասարդ, գեղեցկադեմ եւ այլն, այս մարդկանց են ընդունում։ Նույնիսկ 30 տարեկան մարդկանց չեն ընդունում աշխատանքի, ով մնաց թոշակառուին աշխատանքի ընդունեն։ Տաքսու վարորդ Վահագն Հարությունյանի ընտանիքում 4 հոգի են, ինքն ու կինը զրկվել են պետական աջակցությունից, իսկ 2 երեխաներն արդեն ստանալու են 30,000 դրամներ։ 50,000-ները կտրում ենք, որ մարդիկ չեն դիմում բնակարանների համար, մարդիկ դիմում են բնակարանների համար։ Անենց պայմաններ եք դնում մարդկանց առջև, որ լավ է այդ նույն մարդիկ գնան Արցախը հետ գրավեն։ Տուն եմ ձեռք բերել Ստեփանակերտում հիփոթեկով, որ 20 տարվա մեջ պիտի այդ վարկը փակեի։ Ես փակել եմ 10 տարի, այսօր մնացել առանց տուն, առանց ոչինչի։ 3 հոգանոց ընտանիք ենք, ինչ անեմ, մի աղջիկ անչափահաս, մենք էլ տես չէ որ հասակ ունենք արդեն։ Ինչ պիտի անեմ 9 միլիոնով, ասեք գնամ առնեմ, որտեղ ցույց կտա կգնամ կառնեմ։ Այսօր Արցախից բռնի տեղահանվածները փախստականների միջազգային օրվա առթիվ հավաքվել էին կառավարության դիմաց եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրելով իրենց խնդիրների վրա։ Նրանք վարչապետի աշխատակազմին նամակ են փոխանցել։ Հիմնական բովանդակությունը ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է, որը գնալով ավելի վատթարանում է, հիմնականում կապված բնակվարձերի դադարեցման հետ։ Թորիկիս հետ եմ հիմա ապրում։ Հիմա ինք ստանում է, սա ինք չի ստանալու արդեն չափահաս է, էլի։ Դե տուն ենք վերցրել, ապրում ենք 150,000։ Ես չեմ իմանում, անխեղճ մարդիկ, էլի, բոլորս էլ գիտենք, որ ռուսների պատճառով տները թանկացրել է, եւ առանց խղճի խայթը զգալու, այդ նույն գնով հանձնել են արցախցիներին։ Եվ մեկը չկա այդ հարցը բարձրացնի։ Հիշեցնենք, կառավարությունը նախ 50,000 դրամ էր տալիս յուրաքանչյուր արցախցու, հետո գումարը պակասեցվեց դառնալով 40,000, իսկ հուլիսի 1-ից արդեն յուրաքանչյուր արցախցի կստանա 30,000 դրամ աջակցություն։ Կառավարության դիմաց հավաքված արցախցիները նաև դժգոհեցին, որ մայիս ամսվա համար նախատեսված աջակցություն անգամ դեռ չեն ստացել։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ այժմ բռնի տեղահանվածների համար աջակցության 2 ծրագիր է իրականացվում։ Դրանցից մեկն արդեն նշված սոցիալապես ծանր վիճակում գտնվողներին տրվող աջակցությունն է, իսկ հուլիսի 1-ից էլ մեկնարկելու է մեկ այլ ծրագիր, որով ընտանիքի խոցելի խմբում գտնվող անդամին 50,000 դրամ կտրվի, իսկ մյուս անդամներին 10,000 դրամ։ Միաժամանակ նախարարությունից հայտնեցին, որ բնակարանի ձեռքբերման հավաստագիր տրվել է 1451 ընտանիքի, որից իրացվել է 342-ը։